Դերասան Կարեն Հովհաննիսյանի անձնական կյանքը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում և շատերի մոտ բնական հարց է առաջանում. արդյոք նրա հաճախակի ամուսնալուծությունները պատահականություն են, թե ունեն խորքային պատճառներ։ Հայտնի է, որ Մանե Հակոբյանի հետ ամուսնությունը նրա առաջինը չէր։ Դեռևս 2013 թվականին հանրությանը հայտնի դարձավ, որ Կարեն Հովհաննիսյանը կրկին ամուսնալուծվել է։ Այդ ժամանակ ևս դերասանն առանձնապես չէր մանրամասնել պատճառները, պահպանելով անձնական կյանքի սահմանները։ Տարիներ անց նույն պատմությունը կարծես կրկնվում է արդեն Մանե Հակոբյանի հետ հարաբերությունների ավարտով։ Սա բնականաբար առաջացնում է բազմաթիվ հարցեր ու վարկածներ։ Առաջին և ամենատարածված բացատրություններից մեկը դերասանի խիտ աշխատանքային գրաֆիկն է։ Շոու բիզնեսում աշխատող մարդիկ հաճախ ունեն անկանոն ռեժիմ, երկար նկարահանումներ, գիշերային աշխատանք, մշտական լարվածություն և ժամանակի պակաս ընտանիքի համար։ Երբ մարդը գրեթե ամբողջ օրը գտնվում է նկարահանման հրապարակում կամ նախագծերի մեջ, հարաբերությունների համար անհրաժեշտ ժամանակն ու ուշադրությունը կարող են աստիճանաբար նվազել, իսկ դա նույնիսկ ամենաուժեղ կապերի դեպքում կարող է լուրջ փորձություն դառնալ։ Բայց միայն զբաղվածությունը հազվադեպ է դառնում ամուսնալուծության միակ պատճառը։ Երկրորդ կարևոր գործոնը հենց շոու բիզնեսի միջավայրն է։ Հանրային մարդիկ մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում, քննադատության, խոսակցությունների, երբեմն նաև ճնշման տակ։ Ամեն քայլը քննարկվում է, յուրաքանչյուր հրապարակում վերլուծվում։ Այս ամենը կարող է ազդել ոչ միայն անձի վրա, այլ նաև նրա ընտանիքի։ Երբ հարաբերությունները դառնում են հանրային հետաքրքրության թեմա, ներսում առաջացած խնդիրները հաճախ ավելի են խորանում։ Բացի այդ, շոու բիզնեսում աշխատող մարդկանց կյանքը հաճախ փոխվում է նոր ծանոթություններ, նոր նախագծեր, նոր հետաքրքրություններ առաջ բերելով։ Ժամանակի ընթացքում կարող են փոխվել նաև արժեքներն ու առաջնահերթությունները։ Այնինչ մի ժամանակ միավորում էր երկու մարդկանց, կարող է այլևս նույն ուժով չգործել։ Կա նաև հոգեբանական կողմը, որի մասին քիչ է խոսվում։ Ստեղծագործ մարդիկ հաճախ ունենում են հագեցած ներքին աշխարհ, հուզական բարձր զգայունություն և փոփոխական տրամադրություններ։ Սա մի կողմից օգնում է նրանց արվեստում, բայց մյուս կողմից կարող է դժվարացնել կայուն և երկարատև հարաբերությունների պահպանումը։ Ինչ վերաբերում է կոնկրետ Կարեն Հովհաննիսյանի դեպքին, կարևոր է հասկանալ, մենք չունենք նրա կողմից հստակ նշված պատճառներ։ Նրա խոսքերը բավական զուսպ են։ Նա պարզապես նշել է, որ երբեմն հարաբերություններն ավարտվում են։ Սա կարող է նշանակել, որ պատճառները շատ ավելի անձնական են, քան հանրությունը պատկերացնում է։ Հետաքրքիր է նաև, որ նրա երկրորդ ամուսնության ավարտը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա և Մանեն շարունակում էին միասին աշխատել նույն նախագծում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ խնդիրը հավանաբար կապված չէ կոնկրետ մեկ գործոնի հետ, այլ մի շարք հանգամանքների համադրության արդյունք է։ Մանե Հակոբյանի լռությունն այս հարցում նույնպես խոսուն է։ Նա չի փորձել ներկայացնել իր տարբերակը, չի մեկնաբանել և չի բացել փակագծերը։ Երբ երկու կողմերն էլ նախընտրում են լռել, դա հաճախ նշանակում է, որ պատմությունն ունի ավելի խորը և անձնական շերտեր, որոնք նրանք չեն ցանկանում հանրայնացնել։ Ի վերջո, կարևոր է նկատել մի բան. հանրությունը հաճախ փորձում է գտնել մեկ հստակ պատճառ՝ մեղավոր կամ պարզապես բացատրություն։ Բայց իրական հարաբերությունները շատ ավելի բարդ են։ Ամուսնալուծությունները սովորաբար լինում են ոչ թե մեկ, այլ մի քանի գործոնների հետևանք՝ ժամանակի ընթացքում կուտակված։ Հետևաբար, Կարեն Հովհաննիսյանի դեպքում ևս ամենահավանական տարբերակը ոչ թե կոնկրետ պատճառն է, լինի դա աշխատանքը կամ շոու բիզնեսը, այլ կյանքի տարբեր փուլերում ձևավորված անհամապատասխանությունները, որոնք ի վերջո հանգեցրել են նման որոշումների։ Եվ գուցե ամենակարևորն այն է, որ անկախ հանրային հետաքրքրությունից, սա մնում է երկու մարդկանց անձնական պատմություն, որի ամբողջական պատկերը հայտնի է միայն իրենց։ Հիշեցնենք, որ Գոսպորտ FM-ի եթերում հյուրընկալվել էր դերասան Կարեն Հովհաննիսյանը, որտեղ խոսել էր իր անձնական կյանքի մասին։
Հաղորդման ընթացքում հնչած հարցին իր և կնոջ Մանեի բաժանման վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին նա հաստատել էր, որ դրանք համապատասխանում են իրականությանը։ Ավելի վաղ զույգը սոցիալական հարթակներից հեռացրել էր համատեղ լուսանկարները, ինչը հետևորդների շրջանում տարբեր քննարկումների առիթ էր դարձել։ Կարենի խոսքով բաժանման որոշումը կայացվել է մոտ 1 ամիս առաջ։ Հատկանշական է, որ բաժանման լուրերը շրջանառվում էին այն ժամանակ, երբ նրանք շարունակում էին միասին ներկայանալ էկրաններին՝ նկարահանվելով «Գոյամարտ» սերիալում։ Այս հանգամանքը ևս հետաքրքրություն էր առաջացրել, քանի որ հանդիսատեսի համար դժվար էր պատկերացնել, թե ինչպես կարող են նախկին ամուսինները շարունակել համատեղ աշխատանքը նույն նախագծում։ Սակայն Կարենը նշել է, որ մասնագիտական հարաբերությունները չեն տուժել և իրենք կարողանում են պահպանել պրոֆեսիոնալ մթնոլորտը հարթակում։ Թե որն է ամուսնալուծության իրական պատճառը, դերասանը չի բացահայտել։ Նա միայն նշել է, որ երբեմն հարաբերությունները սպառվում են, և մարդիկ հասկանում, որ պետք է շարունակեն իրենց ճանապարհն առանձին։ Կարենը նաև ընդգծել է, որ փոխադարձ հարգանքը պահպանվում է, և իրենք չեն ցանկանում անձնական հարցերը դարձնել հանրային քննարկման թեմա։